Գույնն ու բառը հանդիպել են մեկ հարկի տակ, ասել է, թե մեղավորը գեղանկարչուհի Հարուս Վարդանյանն է։ Առաջին հեղինակային գրքի շնորհանդեսին եւ անհատական ցուցահանդեսին երազանքով է սպասել։ Հուզված է ու երջանիկ, երկար սպասված օրն արդեն իրականություն է։ Չի համար էի ուզում անել երկուսը միասին, որպեսզի ես կարողանամ ինքս ինձ ամբողջականը զգալ, այսինքն նկարիչն ու բանաստեղծուհին մեկ մարմնի մեջ։ Բացի դրանից ուզում էի հենց սպիտակում լիներ, որովհետև Վանաձորում բազմիցս ունեցել էի դեռ ուսանող տարիներից մշտապես մասնակցել էի ցուցահանդեսներին ու Վանաձորը ինձ համար կարծես այն ծովը լիներ ձկան համար։ Ես այստեղ ուսուցչուհի եմ ու ոչ ոք չգիտի, որ ես ստեղծագործում եմ։ Դրա համար շատ կարևոր էր ինձ համար, որ այստեղ լինի։ Առաջին գրքում զետեղվել են 100-ից ավելի ստեղծագործություններ, թեմաները տարբեր են՝ հայրենիքից բնություն, սեր ու հավատ։ Գիրքը վերնագրել են մտքի ձուլակտոր, որովհետև մտքից է ձուլված։ Շատ վաղուց վանից այդպես մտածել էի, որ պետքա դա լինի մտքի ձուլակտոր, որովհետև արձակ աշխատանքներ չունեի, ամբողջությամբ բանաստեղծություններ էին ու այսպես թե այնպես առաջին գիրքս պետք է լիներ բանաստեղծությունների գիր ու մտքից ձուլված բանաստեղծություններ էին։ Գրչախաղի եւ վրձնախաղի սիրահարը մտքի ձուլակտորին գեղարվեստական դիզայն է հաղորդել։ Անահիտ Աստվածուհու աշխատանքն էլ գրքի կազմին է եւ ցուցահանդեսում առկա։ Երկար քննարկումներով է անցել գրքի կազմի դիզայնը, մինչեւ որ նախապես որոշված, բայց ոչ վերջնական կարմիրն ու սևը դարձան Անահիտ։ Վերջին օրն էր, որ պետք է այս պատասխան տայի, թե վերջնական որ տարբերակով պիտի լինի ու մտածեցի, որ կքնեմ, կզարթնեմ ու ամեն ինչ իրան ինքնըստինքյան կստացվի ու ինչպես միշտ է լինում իմ բոլոր գործերում, երբ որ մտածում եմ, մտքերս ուղարկում եմ տիեզերք, մտածում եմ, որ առավոտյան ամեն ինչ պարզ է լինելու։ Առավոտյան զարթնեցի, Անահիտը պատին կախված էր, աչքերս բացեցի ու հենց առաջինը որ տեսա Անահիտն էր ու որոշեցինք, որ վերջ, էլ կարմիրն ու սևը թողեցինք, ոսկե գույնը թողեցինք, Անահիտը լինում է իմ գրքի առաջին կազմի վրա։ Գույնի ու բառի հանդիպում խորագրով ցուցահանդեսին ներկային ընկերները, վրձնակից ու գրչակից գործընկերներ, մարդիկ, ովքեր խոսեցին առու ստեղծագործողի տեսակի ու տաղանդի մասին։ Հասարանում մարմնով փոքրը, բդիկ մարմնով, բայց աչքերը այսպես կրակուր։ Ու շատ քիչ անցավ ու ես հասկացա, որ Արուսը այդ փոքրիկ մարմնի մեջ այնքան բան ունի անբարած։ Ես իրեն, եթե հիշում է Արուսը, ասեցի ոսկե մատիկ։ Ինչու՞, որովհետև ինքը շատ հաճախ ուրախացնում էր համադասարանցիներին, եթե պիտի տոն լիներ նախօրյակին ինքը հեղինակորձ իրեր էր բերում, նվիրում էր դասարանցիներին և ուրախացնում։ Կնշեմ, որ նա Արահետի հարթակում առաջինը, երբ որ հայտնվեց, մենք բոլորս բավականին հետաքրքրությամբ ու համակրությամբ լծվեցինք նրա նկատմամբ։ Բայց հետո մի քանի բանաստեղծություն հրատարակելուց հետո մենք արդեն գոռովալից սիրով եւ մեծ ոգևորությամբ ընդունեցինք նրա ներկայությունը Արահետում։ Նա այս մանկահասակ աղջնակը, ուրեմն հասակին եւ չխափնվեք նրա տեսքին, նա կայացած բանաստեղծ է։ Բոլորից ու ամենքից շատ հայրն է հուզված։ Հիշում է, թե ինչպես էր հետևում դստեր առաջին քայլերին, թե ինչպես էր փնտրում ներկեր հայրենիքում ու հայրենիքից դուրս, եւ թե ինչպես էր թողնում լրիվ անծանոթ քաղաքում ուսանելու եւ երբեմն գաղտնի հետևում, որ չմոլորվի, որ ճանապարհ հարթի։ Այսօր հուզվում է հպարտությունից։ Գեներով եկած Ես մորից եմ շնորհքներ սովորել նկարչության տեսակետով, իսկ ես հիմնականում առաջի քայլերը մեր տանից հասկսել ու ինքը սիրելա ինձնով։ Ու պետ ուզեց, ինչքան ուզեցինք ուրիշ սովորելու բան, ասալ չէ, ես հետ եմ սիրում, ասի, ուրեմն չարչարվենք, որ հասնես նպատակին։ Հուսամ, որ նրա գիրքը եւս մեր մոտ տեղ կգտնի եւ այսուհետ կօգտվեն նաեւ կպահանջեն նաեւ նրա գիրքը, որը ինչպես դուք ինքներդ տեսաք, բավականին հուզիչ, բավականին բազմաբովանդակ, բազմաժանր բանաստեղծություններով էր հագեցած, կհրապարակենք ու կունենանք մեր ընթերցողը եւ այս գիրքը նույնպես կգտնի իր ընթերցողին։ Գույնի ու բառի հանդիպում շնորհանդես ցուցահանդեսին հյուրերը շրջեցին սրահով, որտեղ մի քանի
տասնյակ աշխատանքեր ներկայացվել, կիսվեցին ու քննարկեցին տպավորությունները, իսկ նկարչուհին կավարտի դիցաբանական այն շարքը, որը սկսել է նկարել։ Դե առաջիկայում նաև նոր գրքով հանդես կգա, այս անգամ արձակ ստեղծագործություններով։ Անետ Կարապետյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։